Պատկերացրեք մի պահ, որ ձեր ամբողջ կյանքը, որը կառուցել եք տարիներով, իրականում հիմնված է սարսափելի ստի վրա։ Մի հզոր ընտանիք տասնամյակներ շարունակ վայելում էր անսասան հեղինակություն, մինչև որ անցյալի ստվերներից հայտնվեց մի հին մոռացված խոստովանություն։ Այն, ինչ թաքցված էր փակ դռների հետևում, ավելի ցնցող է, քան կարող եք պատկերացնել։ Պարզվում է, երբեմն ամենամոտ հարազատները կատարում են աններելի քայլեր, կարծելով, թե փրկում են ընտանիքը, բայց իրականում դնում են կործանման հիմքերը։ Այսօրվա պատմության մեջ դուք կտեսնեք, թե ինչպես է փլուզվում կատարյալ թվացող աշխարհը։ Բայց ամենակարևորը, մենք կհասնենք այն բեկումնային կետին, երբ արյան կանչը բախվում է դաժան դավաճանությանը։ Պատրաստվեք հուզական պայթյունի, որը կստիպի ձեզ կասկածել անգամ սեփական աչքերին։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա, որպեսզի բաց չթողնեք այս անհավանական դրաման, եւ անպայման գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք այս պահին։ Տերյանների շքեղ առանձնատան ծանր դռները կարծես հազիվ էին զսպում ներսում կուտակված վիշտն ու լռությունը, որը խախտվում էր միայն սգո երաժշտության մեղմ հնչյուններով և հյուրերի զուսպ շշուկներով, ովքեր եկել էին հրաժեշտ տալու ընտանիքի հորը՝ Դավիթին։ Անահիտը սև ժանյակե զգեստով կանգնած էր դահլիճի կենտրոնում հպարտ ու անդրդվելի, ինչպես մի արձան, որի ներսում փոթորիկ է։ Իսկ նրա կողքին Արսենն էր, ընտանիքի միակ ժառանգը, ով փորձում էր թաքցնել իր շփոթմունքը հոր կորստից հետո ընկած պատասխանատվության ծանրության տակ։ Սակայն այդ լարված խաղաղությունը պայթեց ապակուպ շուրների պես, երբ դահլիճի դռները բացվեցին և ներս մտավ մի անծանոթ երիտասարդ կին, Սոնան, ուղեկցությամբ մի փաստաբանի, որի ձեռքի թղթապանակը կարծես լիցքավորված զենք լիներ։ Մինչ Արսենը փորձում էր կարգի հրավիրել անկոչ հյուրերին, Սոնան հասարակ հագուստով, բայց վճռական հայացքով այդ երիտասարդ կինը բարձրացրեց ձայնը, հայտարարելով, որ եկել է ոչ թե սգալու, այլ իրեն պատկանող կյանքը հետ քանի որ հենց ինքն է Դավիթ Տերյանի իրական ժառանգորդը, ում 25 տարի առաջ գողացել են օրորոցից և փոխարինել Արսենով։ Անահիտի դեմքից գույնը քաշվեց, երբ Սոնան դողացող ձեռքերով, բայց աննահանջ հայացքով հանեց մի հին, գունաթափված լուսանկար, որտեղ պատկերված էր նորացին ոտքին յուրահատուկ խալով, և առանց վարանելու ցույց տվեց իր ոտքին նույնատիպ նշանը, ստիպելով ներկաներին քարանալ սարսափից և կասկածից։ Այդ երեկո առանձնատան գրադարանում օդը խեղդող էր ու ծանր, կարծես անցյալի ուրվականները դուրս էին եկել պատերից, պահանջելով պատասխաններ, որոնք ոչ ոք չէր ցանկանում տալ։ Ընտանեկան փաստաբանը և Արսենը փորձում էին ճնշել Սոնային սպառնալիքներով, սակայն աղջիկը անդրդվելի էր, պնդելով, որ այս ամբողջ խաղը կազմակերպել է հանգուցյալ տատիկը՝ Ռոզան, ով սրբի համբախուն էր, բայց իրականում պաշտպանում էր միայն ունեցվածքը և տոհմի շարունակությունը։ Անահիտը լսելով Ռոզայի անունը, հիշողության մշուշի միջից վերականգնեց իր ծննդաբերության օրը, երբ արթնացել էր անգիտակից վիճակից և գրկել տղա երեխայի, թեև մինչ այդ աղոտ հիշում էր աղջկա լացի ձայնը։ Կասկածի որդը սկսեց կրծել նրա սիրտը, երբ Սոնայի փաստաբանը սեղանին դրեց ԴՆԹ թեստի պահանջագիրը, մարտահրավեր նետելով Արսենին, ում աչքերում առաջին անգամ հայտնվեց վախի սառը փայլը։ Արսենը, ով միշտ հպարտացել էր իր ծագմամբ, հանկարծ զգաց, որ հողը փախչում է ոտքերի տակից, քանի որ հոր սառնությունը իր հանդեպ միշտ եղել էր անբացատրելի ցավ, որն այժմ կարող էր ունենալ սարսափելի բացատրություն։ Իրավիճակը ավելի սրվեց, երբ Անահիտը գաղտնի այցելեց իրենց հին դայակին, և վերջինիս խուճապահար փախուստն ու դուռը փակելը միայն հաստատեցին, որ անցյալում թաղված է մի մութ գաղտնիք, որը պատրաստ է կործանել ամեն ինչ։ Լաբորատորիայի սառը պատերի ներսում անցկացրած րոպեները թվում էին դարեր, մինչ Արսենն ու Անահիտը սպասում էին ճշմարտությանը, որը կարող էր փոխել նրանց կյանքը ընդմիշտ։ Երբ ծրարը բացվեց և Անահիտը կարդաց չոր, անողոք բառերը, 0% հավանականություն, որ նա Արսենի կենսաբանական մայրն է, աշխարհը կարծես փուլ եկավ նրանց գլխին։ Արսենը, ով մեկ րոպե առաջ Տերյանների հպարտ ժառանգն էր, հանկարծ դարձավ ոչ ոք, մի սուտ, որը հորինվել էր տարիներ առաջ։ Այդ պահին լուրերը տարածվեցին կայծակնային արագությամբ, խորթակելով ընտանեկան բիզնեսի հեղինակությունը, գործընկերները խզեցին պայմանագրերը, իսկ ոստիկանությունը խուզարկություն սկսեց տանը, փնտրելով տատիկի օրագիրը։ Դատական նիստի ժամանակ, որը դարձավ այս դրամայի գագաթնակետը, Սոնայի փաստաբանը ընթերցեց հանգուցյալ Ռոզա Տերյանի նամակը, որը գտնվել էր բանկային պահատուփում, և այդ խոստովանությունը սառը ցնցուղի պես թափվեց ներկաների գլխին։ Նամակում Ռոզան խոստովանում էր, որ իր որդին Դավիթը անպտուղ էր, և երբ Անահիտը հղիացել էր, Ռոզան հասկացել էր, որ երեխան ուրիշից է, սակայն աղջիկ երեխան չէր կարող ժառանգել կայսրությունը։
Ընտանիքի պատիվը փրկելու համար նա փոխանակել էր նորածին աղջկան Սոնային մի աղքատ կնոջ թղայի Արսենի հետ, թողնելով Անահիտին անտեղյակ, որ իր սեփական դուստրը մեծանում է մանկատանը, իսկ ինքը գուրգուրում է օտարի զավակի։ Այս բացահայտումը ցնցեց Անահիտին մինչև հոգու խորքը, քանի որ պարզվեց, որ Սոնան ոչ թե ամուսնու ապօրինի զավակն է, այլ հենց իր կենսաբանական դուստրը, ումից նա խլվել էր դաժան խաբեությամբ։ Արսենը, չդիմանալով ճշմարտության ծանրությանը եւ այն մտքին, որ ինքը պարզապես գնված ապրանք է եղել, փախավ հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր մայրը, եւ ուղևորվեց դեպի այն գյուղը, որտեղից Ռոզան տարիներ առաջ գնել էր իրեն։ Նա գտավ իր կենսաբանական մորը, մի հարբեցող եւ անտարբեր կնոջ, ով ծիծաղելով հիշեց, թե ինչպես է վաճառել որդուն մի զույգ ոսկե ականջողի դիմաց։ Այդ պահին Արսենը հասկացավ, որ արյունը ոչինչ չի նշանակում, եթե չկա սեր, բայց ճակատագիրը պատրաստել էր եւս մեկ դաժան փորձություն։ Հին տնակում հրդեհ բրընկվեց, եւ Արսենը, մոռանալով վիրավորանքն ու ցավը, նետվեց բոցերի մեջ փրկելու այն կնոջը, ով ժամանակին դավաճանել էր իրեն։ Անահիտն ու Սոնան, ովքեր հետապնդում էին Արսենին, սարսափով հետևում էին, թե ինչպես է կրակը կլանում ամեն ինչ։ Արսենը ողջ մնաց, դուրս բերելով կնոջը, ով սակայն մահացավ ճանապարհին, ազատելով Արսենին անցյալի կապանքներից եւ թողնելով նրան մաքրված խղճով։ Հիվանդանոցում, երբ ծուխն ու մոխիրը մաքրվեցին, տեղի ունեցավ ամենակարևոր վերամիավորումը, որտեղ Անահիտը, Արսենը եւ Սոնան հասկացան, որ նրանք բոլորը զոհեր են եւ միակ ճանապարհը միասնությունն է։ Արսենը ընդունեց, որ Անահիտը իր միակ մայրն է։ Անկախ արյունից, իսկ Սոնան գտավ այն ընտանիքը, որին միշտ երազել էր։ Մեկ տարի անց Տերյանների այգում տիրում էր խաղաղություն, որտեղ Արսենն ու Սոնան միասին ղեկավարում էին վերածնված կայսրությունը, ապացուցելով, որ ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, ավելի ամուր հիմք է, քան ամենաքաղցր սուտը։ Բայց արդյոք անցյալի բոլոր ստվերներն են անհետացել, թե Ռոզայի օրագրի վերջին էջում կա եւս մեկ գաղտնիք, որը դեռ ոչ ոք չի կարդացել։ Այդ փոքրիկ, սուրճի հատիկի նմանվող նշանը Սոնայի սրունքին կարծես մի հսկայական անդունդ բացեց ներկաների եւ անցյալի միջև, մի անդունդ, որի հատակին թաղված էին 25 տարվա լռությունն ու ստերը։ Եվ Անահիտը զգաց, թե ինչպես է սենյակը պտտվում իր շուրջը, իսկ օդը դառնում անտանելի ծառեր, կարծես հազարավոր անտեսանելի ձեռքեր սեղմում էին նրա կոկորդը։ Հյուրերի զարմացած հայացքների եւ շշուկների ներքով Արսենը, ում դեմքը այլայլվել էր զայրույթից եւ անհասկանալի վախից, կոպտորեն բռնեց Սոնայի թևից, փորձելով դուրս հանել նրան դահլիճից, սակայն աղջիկը կանգնած էր անսասան, ինչպես փոթորքի դեմ կանգնած ժայռը, եւ նրա հայացքը ուղղված էր միայն Անահիտին, պահանջելով ճանաչում եւ արդարություն։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու եզրին էր, երբ միջամտեց ընտանիքի վաղեմի փաստաբանը, պարոն Գևորգը, մի ալեհեր եւ խոհեմ մարդ, ով տասնամյակներ շարունակ ծառայել էր Տերյաններին եւ գիտեր այս տան յուրաքանչյուր քարի պատմությունը։ Նա ցածր, բայց հեղինակավոր ձայնով առաջարկեց տեղափոխվել գրադարան հեռու օտար աչքերից, որտեղ հնարավոր կլիներ քննարկել այս խելահեղ հայտարարությունը առանց հանրային խայտարակության։ Գրադարանի ծանր կաղնե դռները փակվեցին նրանց հետևից, կտրելով արտաքին աշխարհի աղմուկը, բայց ներսում լարվածությունը միայն աճեց, քանի որ հին գրքերի եւ թանկարժեք կահույքի շրջապատում Սոնայի ներկայությունը թվում էր օտար եւ վտանգավոր, ինչպես մի վայրի ծաղիկ աճած մարմարե հատակին։ Պարոն Գևորգը նստեց սեղանի գլխին, փորձելով պահպանել սառնասրտությունը, մինչդեռ Արսենը անհանգիստ քայլում էր սենյակում, չկարողանալով հանդարտվել, իսկ Անահիտը ընկլվմել էր բազմոցի մեջ, ձեռքերով ծածկելով դեմքը, որպեսի թաքցնի իր հուզմունքը։ Սոնան սկսեց պատմել իր կյանքի մասին, եւ նրա յուրաքանչյուր բառը հարված էր Անահիտի սրտին։ Նա պատմեց մանկատան ցուրտ պատերի, միայնության եւ այն մշտական զգացողության մասին, որ ինքը ինչ-որ մեկի կիսատ թողած սխալն է, ոչ թե սիրված զավակ։ Նա նկարագրեց, թե ինչպես է տարիներ շարունակ փնտրել իր արմատները, ունենալով միայն այդ լուսանկարը եւ մի կիսատ հասցե, որը նրան տվել էր մանկատանի հին աշխատակցուհին մահից առաջ։ Այս պատմությունը այնքան հեռու էր Տերյանների ապահով եւ շքեղ կյանքից, որ Արսենի համար այն հնչում էր որպես վատ հորինվածք, ուղված միայն փող կորզելուն։ Բայց Անահիտի հիշողության մեջ սկսեցին արցնանալ վաղուց մոռացված կամ գուցե դիտմամբ թաղված պատկերներ։
Անահիտը հիշեց իր ծննդաբերության օրը, 25 տարի առաջ, այն մարախլապատ և ցավոտ առավոտը, երբ նա պառկած էր հիվանդանոցի սպիտակ սավանների մեջ, լիովին անօգնական և թուլացած ծանր կեսարյան հատումից հետո։ Նա հիշեց սկեսուրի, տիկին Ռոզայի խիստ և անհանդուրժող ձայնը, որը հրահանգներ էր տալիս բժիշկներին, կարծես ոչ թե երեխա էր ծնվում, այլ ռազմական գործողություն էր իրականացվում։ Ռոզան միշտ եղել էր ընտանիքի իրական ղեկավարը, մի կին, ում համար տերյանների ազգանունը և հարստությունը վեր էին ամեն ինչից, նույնիսկ մարդկային կյանքից։ Եվ նա էր, որ միշտ պնդում էր. Դավիթին պետք է առ ու զավակ, որպեսզի կայսրությունը չփլուզվի։ Անահիտը հիշեց այն պահը, երբ արթնացավ անզգայացումից և առաջին անգամ տեսավ Ռոզայի դեմքին հազվադեպ հանդիպող գոհունակ ժպիտը, երբ նա հայտարարեց, որ տղա է ծնվել։ Բայց հիմա, նայելով Սոնային, Անահիտի գլխում պտտվում էր մի սարսափելի միտք. իսկ եթե այդ ժպիտը ոչ թե ուրախության, այլ հաղթանակած խարդավանքի նշան էր։ Արդյոք հնարավոր էր, որ իր իսկական երեխայի լացը խլացվել էր փողի և իշխանության ձայնով, և արդյոք այդ հզոր կինը ընդունակ էր նման հրեշավոր քայլի, զուտ ժառանգության համար։ Սենյակում լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ Սոնան, նկատելով Անահիտի տատանումը, հանեց իր վերջին խաղաքարտը, նշելով, որ Ռոզան մահից առաջ թողել է հետքեր, որոնք անհնար է ջնջել և որ ինքը գիտի ընտանեկան գաղտնիքի մասին ավելին, քան նրանք կարծում են։ Արսենը զգալով, որ մոր լռությունը ավելի խոսուն է, քան ցանկացած պաշտպանություն, պորտկաց, մեղադրելով Սոնային խելագարության մեջ և սպառնալով ոստիկանություն կանչել, եթե նա անմիջապես չլքի տունը։ Սակայն Սոնան, հայացքը սառը և վճռական հառելով Արսենի աչքերի մեջ, ասաց մի նախադասություն, որը սառեցրեց Արսենի երակներում հոսող արյունը և ստիպեց պարոն Գևորգին անհանգիստ շարժվել աթոռի վրա։ Նա առաջարկեց մի պարզ լուծում, որից հրաժարվելը կնշանակել ընդունել պարտությունը, մի առաջարկ, որը կդներ վերջակետ բոլոր կասկածներին, կամ կկործաներ տերյանների ամբողջ աշխարհը մեկ ակնթարթում։ Եթե դուք այդքան վստահ եք, որ ես ստում եմ, և որ դուք իսկապես այս ընտանիքի արյունն եք կրում, Արսեն, ապա ինչու եք վախենում հանձնել ծագումնաբանական թեստը հենց հիմա, այսօր, բոլորի աչքի առաջ։ Արսենի պատասխանը հնչեց սառը և կտրուկ, ինչպես մետաղի հարվածը քարին, թեև նրա աչքերի խորքում թաքնված էր մի անորոշ տագնապ, որը նա փորձում էր խեղդել հպարտության դիմակի տակ, և նա ընդունեց մարտահրավերը, հասկանալով, որ նահանջի ճանապարհ այլևս չկա, և որ ցանկացած տատանում կդիտվի որպես թուլության կամ մեղքի խոստովանություն։ Գրադարանում տիրող լռությունը խախտվեց միայն պարոն Գևորգի ծանր հոգոցով, ով անմիջապես սկսեց կազմակերպել լաբորատոր փորձաքննությունը, փորձելով պահպանել իրավիճակի գաղտնիությունը, սակայն տերյանների տան պատերը կարծես թափանցիկ էին դարձել, և լուրը սկանդալի մասին արդեն սկսել էր տարածվել քաղաքում ինչպես ժանտախտ։ Առավոտյան լաբորատորիա տանող ճանապարհը վերածվել էր իսկական մղձավանջի, քանի որ լրագրողների բազմությունը, հոտառելով սենսացիայի բույրը, շրջապատել էր կլինիկայի մուտքը, խոչընդոտելով նրանց ընթացքը, և տեսախցիկների կուրացնող լույսերն ու անհամար հարցերը, ուղղված Արսենի ծագմանն ու տերյանների ընտանիքի օրինականությանը, հարվածում էին նրանց ինչպես կարկուտը, ստիպելով Արսենին կոպտորեն հրել մի լրագրողի, ներս մտնելու համար, ինչը միայն բորբոքեց ամբոխի հետաքրքրասիրությունը։ Կլինիկայի ներսում տիրող ստերիլ լռությունը և սպիտակ պատերը ավելի ճնշող էին, քան դրսի աղմուկը, քանի որ այստեղ ոչ մի ձայն չէր կարող խլացնել ներքին կասկածները։ Եվ երբ բուժքույրը մոտեցավ նմուշարման համար, Անահիտը բռնեց շնչառությունը, հայացքը հառելով Արսենի դեմքին։ Այդ պահին, լարվածության գագաթնակետին, Անահիտը հուսահատորեն փորձում էր գտնել իր հանգուցյալ ամուսնու Դավիթի դիմագծերից գոնե մեկը Արսենի դեմքին, նրա քթի ձևը, աչքերի գույնը կամ ժպիտի անկյունը, սակայն սարսափով հայտնաբերեց, որ նմանությունն ընդամենը իր երևակայության և ցանկության արդյունքն է եղել տարիներ շարունակ։ Արսենը, զգալով մոր հայացքի ծանրությունը, փորձեց ժպտալ, հավատացնելով, որ սա պարզապես ձևականություն է, բայց նրա ձայնը դողում էր, և նա առաջին անգամ բարձրաձայնեց իր մտքում պտտվող սարսափելի հարցը, հիշելով հոր մշտական սառնությունը և օտարությունը, որը նա միշտ վերագրել էր Դավիթի խիստ բնավորությանը, բայց հիմա այն ստանում էր բոլորովին այլ, ողբերգական իմաստ։ Մինչդեռ Սոնան սպասում էր դրսում, անդրդվելի և միայնակ, շրջապատված իր մանկության ընկերոջ, Կարենի նախազգուշացումներով, ով փորձում էր համոզել նրան կանգ առնել, վախենալով, որ հզոր տերյանները կոչնչացնեն նրան։ Բայց Սոնայի համար սա վրեժ չէր, այլ ինքնության որոնում, և նա պատրաստ էր գնալ մինչև վերջ, նույնիսկ եթե դա նշանակեր այրել բոլոր կամուրջները։
Երեկոյան, երբ անորոշության տանջանքը դարձավ անտանելի եւ մինչ արդյունքները դեռ պատրաստման փուլում էին, Անահիտը որոշեց գործել ինքնուրույն, հասկանալով, որ չի կարող պարզապես նստել եւ սպասել ճակատագրի դատավճռին։ Նա հիշեց միակ մարդուն, ով կարող էր իմանալ ճշմարտությունը, բացի հանգուցյալ Ռոզայից, եւ գաղտնի ուղևորվեց քաղաքի ծայրամասում ապրող իրենց վաղեմի դայակի տուն, ով տարիներ առաջ աշխատել էր տանը եւ եղել էր Ռոզայի վստահելի անձը, մինչեւ որ անսպասելիորեն հեռացվել էր աշխատանքից։ Երբ Անահիտը թակեց խարխուլ տան դուռը եւ ծեր կինը բացեց այն, նրա դեմքին հայտնվեց ճանաչման եւ անասելի սարսափի մի խառնուրդ, որը հաստատեց Անահիտի վատագույն կասկածները։ Դայակը, տեսնելով իր նախկին տիրուհուն, փորձեց արագ փակել դուռը, հրաժարվելով խոսել, եւ նրա դողացող ձեռքերն ու վախեցած հայացքը մատնում էին, որ նա թաքցնում է մի ծանր բեռ։ Անահիտը, ոտքը դնելով դրան արանխում, աղերսեց գոնե մեկ բառ ասել, սակայն դայակը, հետ քաշվելով դեպի մթությունը, գոռաց մի նախադասություն, որը դարձավ վերջնական ահազանգ նրանց անցյալի համար եւ սառեցրեց Անահիտի արյունը։ Հեռացեք, տիկին Անահիտ, ես երդվել եմ գերեզման տանել այդ գաղտնիքը։ Ռոզան ինձ կանիցի նույնիսկ շիրիմից, բայց իմացեք, արյունը ջուր չի դառնում եւ գողացվածը երբեք ձերը չի լինի։ Դայակի արտաբերած այդ սարսափելի նախադասությունը դեռ երկար ժամանակ արձագանքում էր Անահիտի գլխում, ինչպես կոտրված զանգի ղողանջ, սակայն իրականությունը, որը սպասում էր նրանց հաջորդ առավոտյան, շատ ավելի դաժան էր, քան ցանկացած անեծք կամ նախազգուշացում։ Տերյանների ընդարձակ վերասենյակում, որտեղ սովորաբար տիրում էր գործնական եռուզեռ եւ ինքնավստահություն, այժմ օդը հագեցած էր խուճապի եւ անխուսափելի կործանման հոտով, հեռախոսները զանգում էին անդադար, կարծես տագնապի ազդանշաններ լինեին, իսկ քարտուղարուհիները վախեցած հայացքներով փսփսում էին միմյանց հետ, չհամարձակվելով մտնել ղեկավարի սենյակ։ Արսենը, ում դեմքը մոքրագույն երանգ էր ստացել անքուն գիշերվա եւ անվերջանալի սթրեսի պատճառով, փորձում էր փրկել այն, ինչը փլուզվում էր իր աչքի առաջ։ Նա գոռում էր հեռախոսափողի մեջ, համոզելով գործընկերներին, որ սա ընդամենը սև քարոզչություն է եւ մրցակիցների կողմից կազմակերպված հարձակում, սակայն նրա ձայնի մեջ այլևս չկար նախկին մետաղական հնչեղությունը, այլ միայն հուսահատության ճիչ։ Նրա փողկապը, որը միշտ անթերի հանգուցված էր լինում, այժմ թվում էր խեղդող օղապարան, եւ նա պարբերաբար ձգում էր օձիքը, փորձելով օդ շնչել, քանի որ սրտի զարկերը խփում էին կոկորդին այնքան ուժեղ, որ թվում էր, թե երակները ուր որե կպայթեն։ Իրավիճակը վերջնականապես դուրս եկավ վերահսկողությունից, երբ խոշորագույն ներդրողներից մեկը, ով տասնամյակներ շարունակ եղել էր Դավիթ Տերյանի մտեղիմը, սառնասրտորեն հայտարարեց պայմանագրի միակողմանի խզման մասին, նշելով, որ չի կարող աշխատել մի ընկերության հետ, որի ղեկավարության օրինականությունը կասկածի տակ է, եւ այդ պահին Արսենը զգաց, թե ինչպես է գետինը բառացիորեն փախչում ոտքերի տակից։ Նա կատահությունից դրդված ամբողջ ուժով շպրտեց հեռախոսը պատին եւ սարքի կոտրվելու չոր ձայնը մի պահ լռեցրեց սենյակը։ Սակայն այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան աղմուկը, քանի որ դա պարտության լռությունն էր։ Արսենը հենվեց սեղանին, գլուխը կախելով եւ հանկարծակի գիտակցումը խոցեց նրան ինչպես սառը դաշույն։ Առանց Տերյան ազգանվան եւ այս կայսրության նա պարզապես ոչ ոք է, մի դատարկ կեղև, որը լցված է ուրիշի հավակնություններով եւ ստերով։ Նա նայեց իր ձեռքերին, որոնք դողում էին անկառավարելի, եւ նրան թվաց, թե դրանք իրենը չեն, թե իր ամբողջ մարմինը օտար է, եւ հայելու մեջ երևացող արտացոլանքը պատկանում է մի անծանոթի, ում նա ատում է։ Հենց այդ ճակատագրական պահին դուռը բացվեց եւ ներս մտավ Անահիտը, ձեռքին սեղմած մի սպիտակ պաշտոնական ծրար, որը թվում էր ավելի ծանր, քան երկրագնդի ամբողջ ծանրությունը։ Մոր եւ որդու հայացքները հանդիպեցին, եւ այդ հայացքների մեջ կար այնքան ցավ ու վախ, որ բառերն ավելորդ էին։ Անահիտը դանդաղ, կարծես դատավճիռ կատարելիս, մոտեցավ սեղանին եւ դրեց ծրարը Արսենի առջև։ Սենյակում լսվում էր միայն նրանց ծանր շնչառությունը եւ դրսից եկող անորոշ աղմուկը, երբ Արսենը դողացող մատներով պատրեց ծրարը եւ հանեց թուղթը, որի վրա գրված չոր թվերն ու բժշկական եզրույթները պետք է որոշեին նրա ճակատագիրը։ Նա կարդաց առաջին տողերը, եւ աշխարհը նրա շուրջը սկսեց մթնել։ Տառերը պարում էին աչքերի առաջ, բայց իմաստը հստակ էր եւ անողոք։ Հավանականությունը, որ Անահիտ Տերյանը, Արսեն Տերյանի կենսաբանական մայրն է, հավասար էր 0-ի։
Թուղթը սահեց նրա ձեռքից եւ ընկավ հատակին, ինչպես մի սպիտակ դրոշ, որը ազդարարում էր կյանքի ավարտը, իսկ Անահիտը, չկարողանալով զսպել արդյունքները, փլվեց բազմոցին, կրկնելով, որ դա նշանակություն չունի, որ Արսենը միշտ իր որդին է, բայց Արսենը նրան այլևս չէր լսում, նա խլացել էր ճշմարտության հարվածից։ Սակայն ճակատագիրը դեռ չէր ավարտել իր դաժան խաղը, եւ մինչ նրանք փորձում էին մարսել այդ ցնցող լուրը, գրասենյակի հեռուստացույցի էկրանին հայտնվեց հրատապ թողարկումը։ Լրատվականի հաղորդավարը հայտնեց, որ Սոնայի փաստաբանները, հիմնվելով նոր ի հայտ եկած հանգամանքների վրա, դատարանի միջոցով հասել են Տերյանների ընտանիքի բոլոր բանկային հաշիվների եւ ակտիվների սառեցմանը, ինչը նշանակում էր, որ նրանք այլևս ոչ միայն անանուն էին, այլև սնանկ։ Եվ ճիշտ այդ պահին, կարծես ի հաստատում վերջնական կործանման, գրասենյակի ընդունարանից լսվեցին բարձր ձայներ եւ ոստիկանական ազդանշանների սուր ճղճղոցը։ Դուռը բացվեց առանց թաքելու, եւ ներս մտան մի խումբ համազգեստավոր ոստիկաններ խուզարկության թույլտվությունը ձեռքներին։ Նրանք եկել էին ոչ թե պարզապես հարցաքննելու, այլ գտնելու այն միակ բանը, որը կարող էր վերջնականապես թաղել կամ փրկել ընտանիքը, հանգուցյալ տատիկի Ռոզայի անձնական օրագիրը, որի գոյության մասին մինչ այդ պահը գիտեր միայն Սոնան։ Արսենը նայեց մորը, հետո ոստիկաններին, եւ նրա աչքերում առաջին անգամ հայտնվեց մի վայրի անկանհատեսելի փայլ։ Նա հասկացավ, որ խաղը փոխվել է, եւ այժմ խոսքը ոչ թե ժառանգության, այլ ազատության եւ գոյատևման մասին է։ Ոստիկանների ներխուժումը գրասենյակ նման էր սառը ջրի ցնցուղի, որը սթափեցրեց բոլորին, բայց միևնույն ժամանակ խորացրեց քաոսը, քանի որ համազգեստավորները սկսեցին վճռականորեն բացել պահարանները, դուրս շպրտել թրտապանակները եւ խուզարկել յուրաքանչյուր անկյուն, փնտրելով այն, ինչը կարող էր լինել կամ փրկություն, կամ վերջնական դատավճիռ։ Արսենը, դեռևս ցնցված իր ծագման մասին լուրից, կանգնած էր քարացած, մինչդեռ Անահիտը, հավաքելով իր վերջին ուժերը, փորձում էր հասկանալ, թե ինչպես կարող է մեկ օրագիր այդքան կարևոր լինել, որ դրա համար ներգրավվեն իրավապահները։ Խուզարկությունը տևեց ժամեր, որոնք թվում էին հավերժություն, մինչև որ ոստիկաններից մեկը, երիտասարդ լեյտենանտ, բացականչեց հաղթական ձայնով, գտնելով հին կաշվե կազմով մի գիրք Դավիթի սեյֆի կրկնակի հատակի տակ, որի գոյության մասին անգամ Անահիտը չգիտեր։ Օրագիրը առգրավվեց որպես ապացույց, եւ գործը տեղափոխվեց դատարան, որտեղ պետք է կայանար վճռական ճակատամարտը ճշմարտության եւ ստի միջև։ Դատական նիստի օրը դահլիճը լեփ-լեցում էր, օդը էլեկտրականացված եւ բոլորի հայացքները սևեռված էին Սոնայի փաստաբանի վրա, ով դանդաղ թատերական շարժումով բացեց կնքված ծրարը եւ հանեց Ռոզա Տերյանի օրագիրը։ Նա սկսեց կարդալ, եւ յուրաքանչյուր բառը հարվածում էր դահլիճում նստածների գիտակցությանը ինչպես մուրճի հարված, քանդելով այն ամենը, ինչ նրանք գիտեին կամ կարծում էին, թե գիտեն Տերյանների մասին։ Ռոզան գրել էր իր մեղքի խոստովանությունը, բացատրելով, որ իր որդին Դավիթը ի ծնե անպտուղ էր, եւ դա եղել է ընտանիքի ամենամեծ գաղտնիքը, որը նա պահել է նույնիսկ Դավիթից, վախենալով նրա հոգեկան փլուզումից։ Այս բացահայտումը ստիպեց Անահիտին շնչակտուր լինել, քանի որ եթե Դավիթը անպտուղ էր, ապա ով էր Սոնայի հայրը, եւ ինչպես էր նա հղիացել։ Փաստաբանը շարունակեց կարդալ, եւ հաջորդ տողերը բացեցին սարսափելի ճշմարտությունը։ Ռոզան, իմանալով Դավիթի անպտղության մասին եւ տեսնելով, որ Անահիտը հղի է, հասկացել էր, որ երեխան ուրիշից է, հավանաբար մի պատահական կապից կամ սխալմունքից, որի մասին Անահիտը գուցե նույնիսկ չի հիշում կամ թաքցրել է։ Սակայն երբ ծնվել էր աղջիկ, Սոնան, Ռոզան որոշել էր, որ ապօրինի աղջիկը չի կարող ժառանգել կայսրությունը եւ կազմակերպել էր փոխանակումը, գնելով նորածին տղային Արսենին մի աղթատ կնոջից։ Այս պահին դահլիճում տիրեց մեռելային լռություն, որը խախտվեց միայն Անահիտի սրտաճմլիկ հեկեկոցով, քանի որ նա վերջապես հասկացավ ամբողջ պատկերը։ Սոնան ոչ թե ամուսնու ապօրինի զավակն էր, ինչպես նա կարծում էր, այլ հենց իր կենսաբանական դուստրը, ումից նա խլվել էր 25 տարի առաջ, դաժան խաբեության զոհ դառնալով։ Նա նայեց Սոնային եւ այս անգամ տեսավ ոչ թե թշնամու, այլ իր մարմնի մի մասնիկին, իր արյանը, ում նա լքել էր, չիմանալով ճշմարտությունը։ Սոնան, լսելով այս ամենը, քարացել էր, արցունքները հոսում էին նրա այտերով, եւ նա շշնջաց մի բառ, որը դղրդացրեց Անահիտի հոգին՝ մայր։
Բայց ամենաուժեղ հարվածը ստացավ Արսենը։ Նա հասկացավ, որ ինքը ոչ միայն տերյան չէ, այլև ընդհանրապես կապ չունի այս մարդկանց հետ։ Նա պարզապես գնված ապրանք էր, որը օգտագործվել էր ընտանիքի պատիվը փրկելու համար։ Այդ գիտակցումը նրան դարձրեց օտարական սեփական կյանքում, եւ նա զգաց, թե ինչպես է իր ինքնությունը փշրվում հազարավոր կտորների։ Անահիտը ուշաթափվեց դահլիճում, չդիմանալով ճշմարտության ծանրությանը, իսկ Արսենը, նայելով շուրջը եւ տեսնելով միայն խղճահարություն ու արհամարհանք, հասկացավ, որ իր կյանքը, որը նա գիտեր, ավարտված է, եւ հիմա նա կանգնած է անդունդի եզրին, մենակ ու դատարկ։ Ուշաթափությունը կարճ տևեց։ Բայց արթնացումը շատ ավելի ցավոտ էր, քան ինքնին անգիտակից վիճակը, քանի որ իրականությունը վերադարձավ իր ողջ դաժանությամբ, խեղդելով Անահիտին մեղքի եւ կորստի անտանելի զգացումով։ Երբ նա բացեց աչքերը, առաջին բանը, որ տեսավ, Սոնայի դեմքն էր, խոնարհված իր վրա, եւ այդ պահին նա նկատեց այն, ինչը 25 տարի շարունակ անտեսել էր կամ չէր ցանկացել տեսնել։ Աղջկա աչքերի ձևը, հայացքի խորությունը, նույնիսկ մազերի թափվելու ձևը ճիշտ եւ ճիշտ իրենն էին երիտասարդ տարիքում։ Անահիտը դողացող ձեռքով դիպավ Սոնայի այտին, եւ այդ հպումը կարծես էլեկտրական հոսանք անցկացրեց երկուսի մարմնով, քանդելով տարիների սառույցը եւ օտարությունը։ Սակայն այդ հուզիչ վերամիավորմանը խանգարեց դահլիճի մյուս ծայրից լսվող աթոռի կտրուկ շրխկոցը։ Արսենը, ով մինչ այդ քարացած հետևում էր տեսարանին, վեր կացավ, դեմքին դաջված սարսափելի մի դատարկությամբ, որը շատ ավելի վատ էր, քան ցանկացած զայրույթ։ Նա նայեց Անահիտին, հետո Սոնային, եւ նրա հայացքում կարդացվում էր միայն մեկ բան՝ դավաճանություն, ոչ թե միայն մարդկանց, այլ ամբողջ ճակատագրի կողմից։ Արսենը դանդաղ, կարծես ուրվական, շարժվեց դեպի ելքը, անտեսելով Անահիտի աղերսական կանչերը եւ Սոնայի փորձը կանգնեցնել նրան։ Նա դուրս եկավ դատարանի շենքից եւ հայտնվեց փողոցում, որտեղ քաղաքի աղմուկը թվում էր անիմաստ եւ հեռավոր։ Նա նստեց մեքենան եւ սկսեց վարել առանց նպատակի, պարզապես փախչելով այն վայրից, որտեղ նրա ամբողջ կյանքը վերածվել էր մոխրի, եւ որտեղ նա հասկացել էր, որ ինքը ոչ թե սիրված որդի է, այլ պարզապես գործիք, օգտագործված ուրիշի ամբիցիաների համար։ Մեքենայի արագությունը գնալով ավելանում էր, ինչպես նրա մտքերի քաոսը, մինչև որ նա հասկացավ, որ կա միայն մեկ տեղ, որտեղ կարող է գտնել պատասխաններ կամ գոնե վերջնական կետ դնել այս պատմությանը, այն գյուղը, որի անունը նշված է Ռոզայի օրագրում որպես իր գնման վայր։ Մինչդեռ դատարանի դահլիճում Սոնան եւ Անահիտը մնացել էին միայնակ, շրջապատված փաստաբաններով եւ լրագրողներով, ովքեր արդեն հոտարել էին սենսացիան, բայց նրանց համար աշխարհը կանգ էր առել։ Սոնան, ով ամբողջ կյանքում երազել էր գտնել իր մորը, այժմ զգում էր տարօրինակ խառնաշփոթ։ Ուրախության փոխարեն նրա սրտում ցավ էր, տեսնելով մոր տառապանքը եւ Արսենի կործանումը։ Երեկոյան, երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին եւ Անահիտը տեղափոխվեց հիվանդանոց սրտի տագնապի պատճառով, Սոնան մնաց նրա կողքին, հրաժարվելով լքել պալատը։ Այդ գիշեր հիվանդանոցի սպիտակ պատերի ներսում մայր եւ դուստր առաջին անգամ խոսեցին բաց սրտով, առանց դիմակների եւ ստերի։ Անահիտը պատմեց իր երիտասարդության սխալների, Դավիթի հանդեպ ունեցած վախի եւ Ռոզայի ճնշող իշխանության մասին, իսկ Սոնան կիսվեց մանկատան դաժան օրերով եւ իր երազանքներով, որոնք միշտ կապված էին եղել մի երևակայական ընտանիքի հետ։ Սակայն երկուսի մտքում էլ կար մի անպատասխան հարց. ինչ անել Արսենի հետ, ով թեև արյունակից չէր, բայց 25 տարի եղել էր Անահիտի որդին եւ Սոնայի անուղակի եղբայրը։ Սոնան, ցուցաբերելով անսպասելի հասունություն, առաջարկեց միավորել ուժերը, ոչ թե կռվել ժառանգության համար, այլ փրկել այն, ինչ մնացել է ընտանիքից, եւ գտնել Արսենին, քանի որ առանց նրա այս պատմությունը երբեք չի ունենա խաղաղ ավարտ։ Անահիտը, տեսնելով դստեր վճռականությունը, զգաց նոր ուժի հոսք եւ հասկացավ, որ ժամանակն է դադարեցնել զոհ լինելը եւ սկսել պայքարել իր երեխաների համար, թե հարազատ, թե որդեգիր։ Հաջորդ առավոտ Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից, չնայած բժիշկների բողոքներին, եւ Սոնայի հետ միասին ուղևորվեց տերյանների առանձնատուն, որտեղ նրանց սպասում էր քաոս եւ անորոշություն։ Տան աշխատակիցները շփոթված էին, հեռախոսները չէին լռում, իսկ բիզնես գործընկերները պահանջում էին հանդիպումներ, բայց Անահիտը անտեսեց այդ ամենը, կենտրոնանալով միայն մեկ նպատակի վրա՝ գտնել Արսենին։ Սոնան օգտագործեց իր հին կապերը, խնդրելով Կարենին եւ մանկատան ընկերներին օգնել որոնումներում, եւ շուտով նրանք ստացան առաջին հետքը։
Արսենի մեքենան տեսել էին դեպի լեռնային գյուղեր տանող ճանապարհին։ Հասկանալով, որ Արսենը գնացել է դեպի իր անցյալի ակունքները, Անահիտը եւ Սոնան առանց հապաղելու նստեցին մեքենան եւ շարժվեցին նրա հետևից, գիտակցելով, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել։ Ճանապարհին Անահիտը զգաց, որ իր մեջ մեռնում է հին վախեցած կինը եւ ծնվում է մի նոր։ Անկոտրում մայր, ով պատրաստ է անցնել դժոխքի միջով իր ընտանիքը վերամիավորելու համար, իսկ Սոնան, նայելով մորը, հասկացավ, որ իսկական ժառանգությունը ոչ թե փողն է, այլ այս անխորտակելի կապը, որը նրանք հենց նոր սկսել էին կառուցել։ Մեքենայի շարժիչի ձայնը խառնվում էր քամու ոռնոցին, մինչ Անահիտը սեղմում էր գազի ոտնակը, չխնայելով ոչ իրեն, ոչ էլ երկաթե հսկային, որը սլանում էր լեռնային ոլորապտույտ ճանապարհներով, կարծես ինքն էլ զգում էր պահի լրջությունը։ Սոնան, նստած կողքին, անընդհատ ստուգում էր հեռախոսի GPS-ը, փորձելով որսալ Արսենի ազդանշանը, որը թարթում էր էկրանին, ինչպես հույսի փոքրիկ փարոս, մերթ հայտնվելով, մերթ կորչելով լեռների արանքում։ Ժամանակը նրանց դեմ էր աշխատում, քանի որ արևը արդեն սկսել էր թաքնվել սարերի հետևում, իր տեղը զիջելով մթնշաղին, որը լեռներում միշտ ավելի վաղ եւ ավելի սպառնալից է գալիս։ Հանկարծ Սոնայի հեռախոսը ազդանշան տվեց, ցույց տալով, որ Արսենի մեքենան կանգ է առել մի հին, լքված գյուղի մոտ, որը քարտեզի վրա նշված էր որպես մոռացված բնակավայր։ Անահիտը կտրուկ արգելակեց եւ մեքենան սահեց խճաքարերի վրայով, կանգ առնելով անդունդի եզրին, որտեղից բացվում էր տեսարան դեպի մի խումբ կիսավեր տներ։ Նրանք իջան մեքենայից եւ սկսեցին վազել դեպի գյուղը, որտեղ լռությունը խախտվում էր միայն քամու սուլոցով եւ հեռվից լսվող շանհաչոցով։ Անահիտի սիրտը բաբախում էր կրծքավանդակում, այնքան ուժեղ, որ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչի, բայց նա չէր կանգնում, նա այլևս այն փափկասուն տիկինը չէր, ով վախենում էր իր ստվերից, այլ մի մայր, ով պատրաստ էր պայքարել ճակատագրի դեմ։ Գյուղի կենտրոնում նրանք տեսան Արսենի մեքենան, դռները բաց, իսկ քիչ հեռու մի հին խարխուլ տնակ, որի պատուհանից թույլ լույս էր երևում։ Անահիտը եւ Սոնան մոտեցան տանը, եւ Անահիտը առանց վարանելու հրեց դուռը։ Ներսում տեսարանը սրտաճմլիկ էր, Արսենը կանգնած էր սենյակի մեջտեղում, իսկ նրա դիմաց մի ծեր հյուծված կին, ում դեմքին դաջված էին տարիների հարբեցողության եւ դժբախտության հետքերը։ Դա Արսենի կենսաբանական մայրն էր, Նվարդը, ով նայում էր իր վաղուց վաճառված որդուն ոչ թե կարոտով, այլ ցինիկ ժպիտով։ Արսենը, տեսնելով Անահիտին եւ Սոնային, փորձեց թաքցնել իր հուզմունքը, բայց նրա ձայնը դողում էր, երբ նա դիմեց կնոջը, պահանջելով պատասխաններ։ Նվարդը, սակայն, չէր շտապում զղջալ, նա ծիծաղեց, ասելով, որ իր արարքը լավագույն բանն էր, որ կարող էր անել այդ երեխայի համար, քանի որ նա նրան տվեց հարստություն եւ իշխանություն, մինչդեռ ինքը մնաց աղքատության մեջ։ Արսենը, լսելով այս բառերը, զգաց, թե ինչպես է վերջին կապը իր արյան հետ կտրվում։ Նա հասկացավ, որ այս կինը նրան երբեք չի սիրել եւ որ նրա իսկական մայրը միշտ եղել է Անահիտը։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Նվարդը, փորձելով վառել ծխախոտը, անզգուշաբար գցեց այրվող լուցկին հատակին թափված օղու վրա։ Բոցը բռնկվեց ակնթարթորեն, կլանելով հին գորգը եւ արագ տարածվելով դեպի փայտե պատերը։ Սենյակը լցվեց ծխով եւ խուճապը տիրեց բոլորին։ Անահիտը գոռաց Արսենին դուրս գալու, բայց Արսենը, տեսնելով, որ Նվարդը չի կարողանում շարժվել վախից կամ հարբածությունից, կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը։ Նա չփախավ, այլ նետվեց դեպի կրակը, փրկելու այն կնոջը, ով նրան վաճառել էր։ Սոնան փորձեց օգնել Անահիտին դուրս բերել, բայց Անահիտը հրաժարվեց լքել որդուն։ Նա վերցրեց մի ծանր վերմակ, որդի սերին Սոնան, եւ սկսեց հարվածել կրակին, փորձելով ճանապարհ բացել Արսենի համար։ Ծուխը խեղդում էր, կրակի ջերմությունը այրում էր մաշկը, բայց նրանք չէին հանձնվում։ Արսենը վերջապես կարողացավ բռնել Նվարդին եւ դուրս քաշել նրան այրվող տնից, իսկ Անահիտն ու Սոնան օգնեցին նրանց հասնել անվտանգ հեռավորության վրա։ Երբ նրանք ընկան խոտերի վրա, շնչակտուր եւ մրոտ, տնակը փլվեց նրանց աչքի առաջ, վերածվելով մոխրի կույտի։ Արսենը նայեց իր փրկած կնոջը, ով արդեն անշունչ էր, սիրտը չէր դիմացել սթրեսին, եւ հասկացավ, որ այս կրակը այրեց ոչ միայն տունը, այլև նրա անցյալի բոլոր կապանքները։ Նա բարձրացրեց հայացքը եւ տեսավ Անահիտին ու Սոնային, ովքեր կանգնած էին նրա կողքին, պատրաստ կիսելու նրա ցավն ու ապագան, եւ այդ պահին նա գիտեր, որ պատրաստ է վերադառնալ եւ կռվել իր իսկական ընտանիքի համար։
Կրակի ճարճատյունը խլացրել էր գիշերային լռությունը, իսկ տնակից բարձրացող ծխի սյունը կարծես դիպչում էր աստղերին, նշանավորելով ոչ միայն մի շինության, այլև մի ամբողջ դարաշրջանի վերջը, երբ Արսենը Դեմքը մրոտ և աչքերը լի արցունքներով, դեռևս հայացքը չէր կտրում այրվող փլատակներից։ Նվարդի անշունչ մարմինը պառկած էր նրա կողքին ծածկված Անահիտի բաճկոնով, և այդ պահին Արսենը զգաց մի տարօրինակ խաղաղություն, որը գալիս է միայն ամենամեծ կորուստներից հետո, հասկանալով, որ այս պինը, ով ծնել էր իրեն, բայց երբեք մայր չէր եղել, վերջապես ազատեց նրան իր պարտքից և անցյալի կապանքներից։ Անահիտը մոտեցավ Արսենին, ծնկի իջավ խոնավ խոտերի վրա և գրկեց նրան այնպես ամուր, ինչպես երբեք, և այդ գրքախառնության մեջ չկար ոչ խղճահարություն, ոչ մեղադրանք, այլ միայն անսահման սեր, որը վեր էր արյունակցական կապերից։ Սոնան, կանգնած նրանց կողքին, զգաց, թե ինչպես է իր սրտում հալվում վերջին սառույցը, և նա էլ միացավ նրանց, ստեղծելով մի եռանկյունի, որն այլևս անհնար էր քանդել որևէ ուժով։ Այդ պահին նրանք երեքով հասկացան, որ ընտանիքը ոչ թե ծննդյան վկայականն է կամ ԴՆԹ թեստի պատասխանը, այլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են մտնել կրակի մեջ քեզ համար և մնալ կողքիդ, երբ ամբողջ աշխարհը փլուզվում է։ Վերադարձը քաղաք լուռ էր, բայց լի իմաստով, և երբ նրանք հասան Տերյանների առանձնատուն, արևը արդեն ծագում էր, լուսավորելով նոր օրը և նոր սկիզբը։ Հաջորդ շաբաթները անցան ծանր, բայց անհրաժեշտ աշխատանքով, դատական գործընթացների ավարտ, ժառանգության հարցերի կարգավորում և բիզնեսի վերականգնում։ Սոնան, ցուցաբերելով իրավաբանական փայլուն գիտելիքներ և բնատուր խորաթափանցություն, կարողացավ ապացուցել, որ Տերյանների ունեցվածքը պատկանում է ընտանիքին և որ Ռոզայի խարդավանքները չպետք է կործանել ներկան։ Արսենը իր հերթին հրաժարվեց ժառանգության իր բաժնից, հայտարարելով, որ իրեն պետք չէ ուրիշի փողը, բայց Անահիտը և Սոնան կտրականապես մերժեցին նրա հրաժարականը, պնդելով, որ նա այս տան անբաժանելի մասն է։ Վերջիվերջո նրանք գտան լուծումը, ստեղծելով համատեղ հիմնադրամ և բիզնեսի կառավարման նոր մոդել, որտեղ Արսենը պատասխանատու էր արտադրության և զարգացման համար, իսկ Սոնան իրավական և ֆինանսական հարցերի։ Այս որոշումը ոչ միայն փրկեց ընկերությունը սնանկացումից, այլև դարձրեց այն ավելի հզոր, քանի որ հիմնված էր ոչ թե մեկ անձի ամբիցիաների, այլ միասնական թիմի վրա։ Մեկ տարի անց Տերյանների այգին ծաղկել էր ավելի շխեղ, քան երբևէ, և օդը լցված էր մանկական ծիծաղով ու երջանկությամբ։ Անահիտը նստած էր իր սիրելի նստարանին, գրկում պահելով Սոնայի նորածին դստերը, իսկ կողքին խաղում էր Արսենի որդեգրած տղան, ումն անվանել էր Դավիթ, ի պատիվ այն հոր, ով թեև կենսաբանական չէր, բայց սիրել էր նրան իր ձևով։ Արսենը և Սոնան զբոսնում էին ծառուղով, քննարկելով նոր նախագծեր և ծիծաղելով հին հիշողությունների վրա, և նրանց մեջ այլևս չկար մրցակցություն կամ նախահանց, միայն խորը հարգանք և եղբայրական սեր։ Անահիտը նայեց նրանց և ժպտաց, հասկանալով, որ իր կյանքի ամենամեծ փորձությունը դարձավ ամենամեծ օրհնությունը, քանի որ այն մաքրեց ստերերը և բացահայտեց ճշմարիտ արժեքները։ Նա գիտեր, որ անցյալի ստվերները այլևս երբեք չեն վերադառնա, որովհետև այս տունը այժմ կառուցված էր ճշմարտության և սիրո ամուր հիմքի վրա։ Ագահությունը կարող է քանդել տներ, իսկ վախը խեղել ճակատագրեր, բայց սերն ու ներումը ունեն այն հրաշագործ ուժը, որը կարող է մոխրից վերածնել նոր կյանք և կառուցել ամրոցներ, որոնք անսասան են ցանկացած փոթորքի դեմ։ Սա էր Տերյանների պատմությունը, լի ցավով, կորուստներով, բայց նաև հույսով և վերածննդով։ Իսկ դուք, սիրելի դիտողներ, ինչ կանեիք Անահիտի, Արսենի կամ Սոնայի տեղում, կկարողանայիք ներել դավաճանությունը և գտնել ուժ սկսելու ամեն ինչ զրոյից։ Գրեք ձեր մտքերն ու զգացողությունները մեկնաբանություններում, քանի որ ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս հուզիչ ճանապարհորդության ընթացքում, և հիշեք, իրական հարստությունը ոչ թե բանկային հաշիվներն են, այլ այն մարդիկ, ովքեր սիրում են ձեզ անկախ ամեն ինչից։